Դպրոցները հնգորյա թե 6-օրյա ռեժիմով։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրում, որ տարբերակով աշխատել։ Բանն այն է, որ վերջին տարիներին կրթական ծրագրերի բարդացումն ու ընդլայնումը, նախագծային ուսուցման ներդրումը, տարբեր խմբակների ավելացումը փաստացի փոխել են դպրոցի առօրյան, ինչը ըստ մասնագետների բացասաբար է անդրադառնում աշակերտների ծանրաբեռնվածության, առողջության ու հոգեբանության վրա։ Դասերը ձգվում են 7-ից 8 ժամ, ինչը նշանակում է, որ երեխաները հարկադրված են լինում դպրոցում մնալ մինչև ժամը 4-ը, որոշ դեպքերում նույնիսկ 5-ը։ Մասնագետների մի մասը համոզված է, հնգորյա ուսումնական ռեժիմի պայմաններում ծրագրային այս ծավալը դժվար է արդյունավետ կազմակերպել, չվնասելով աշակերտին։ Հանգստի ժամանակ չեն ունենում, դասերը սովորելու, տնային առաջադրանքները կատարելու, նաև այլ խնդիրներ կան, օրվա պլանավորման հետ կապված, կան սովորողներ, որոնք մարզական խմբակների են հաճախում, այսինքն օրվա մեջ չեն կարողանում տեղավորվել։ Վերջի ժամերին արդեն իրենց կընտրացումը դասապրոցեսի նյութը ընկալելուն արդեն խնդիրներ առաջացնում։ Փորձագետների մի մասը առաջարկում է քննարկել դպրոցները 6-օրյա դարձնելու տարբերակը, շաբաթվա ընթացքում դասաժամերն ավելի հավասար բաշխելու եւ երեխաների օրական ծանրաբեռնվածությունը մեղմելու համար։ Մյուս մասը կողմնակից է բովանդակային ու արմատական փոփոխություններին։ Ասում են, ծրագրային բեռնաթափման անհրաժեշտություն կա դպրոցային ֆոբիան հաղթահարելու համար։ Մենք պետք է մտածենք այն մասին, ինչպես բեռնաթափենք հատկապես շատ գլխային ու շատ հիշողության վրա հիմնված ծրագրային նյութը եւ ժամանականակը այն առարկաներից, որոնք մեզ թվում է, որ անձեռնամխելի առարկաներ են։ Եթե մենք ուզում ենք առողջ եւ օրգանական ուսումնական ռիթմ երեխաների համար, ապա պետք է առաջին 2 առավելագույնը 3 ժամը նվիրվի որևէ տեսական առարկայի, դրանից հետո կարող են լինել լեզուները եւ արվեստներ, արհեստներ։ Եվ հավատացեք, այդ դեպքում դպրոցը չի լինի մի տեղ, որից երեխաներ ունեն ֆոբիա։ Հոգեբանն էլ նկատում է, եթե երեխան չափից դուրս ծանրաբեռնված է եւ դա չի համապատասխանում նրա հնարավորություններին, հետաքրքրություններին ու զգացմունքային վիճակին, դպրոցը նրա համար կարող է դառնալ անհետաքրքիր ու պարտադրողական միջավայր։ Մասնագետի դիտարկմամբ գերլարվածությունն ու գերծանրաբեռնվածությունը երբեք չեն եղել օգտակար երեխայի ընդհանուր զարգացման համար։ Եթե երեխան օրինակ համապատասխան ժամանակ չի ունենում նկարելու, երգելու, ուղղակի հանգստանալու, ուղղակի բակում լինելու կամ ունենալու ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ապա հավատացած եղեք, որ դա բերելի է նրան, որ դպրոցը լինի երեխայի չսիրած վայրը։ Շատ հետաքրքիր մարդիկ իրենց ոլորտում առաջատարներ եւ այլն, որ խոսում են իրենց անձնական կյանքի եւ այլնի մասին, դպրոցը հաճախ չեն հիշում որպես հետաքրքիր եւ ուրախ մի վայր։ Միջազգային փորձը կրթական համակարգի մեջ հորմոնալ եւ հոգեբանական գործոնները չի անտեսում։ Մենք հաճախ այստեղ կարիք ունենք բնությունից չկտրվելու։ Այս մոտեցումները ըստ մասնագետների կարող են նպաստել թե ուսման որակի բարձրացմանը, թե աշակերտների առողջության պահպանմանը, ստեղծելով ավելի հավասարակշռված ուսումնական միջավայր։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։